Չէ, եկեք մենք կարևոր բան, քարոզչական էս տաղետի վրա ինչ անում։ Նիկոլ ակնհայտորեն պատրաստվում է ընտրություններին, դուք դա տեսնում եք, այսօր էլ է խոսե, մակում էլ է խոսե ընտրություններից, ասել է, հեսա որ մի հատ էլ ժողովրդի քվեն ստանանք։ Ասել եմ, չեմ հա, քվեն որ ստանանք, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվենք իրականացնելու։ Մի խոսքով նաև գալիս է տեղեկություններ, թե ոնց են սրանք աշխատում բոլոր տեղերում։ Հիմա դե իջմիացնում են շատ ակտիվ, հավաքել էին բիզնեսմեններին, բաներին, որտեղ այդտեղ նոյեմբերին ընտրությունները, հա։ Եւ նաև ստացել ենք, լրատվականներն են գրում, որ Փաշինյանը պատրաստվում է ընտրություններին այն համատեքստում, որ որոշել են ամբողջապես փոխհատուցել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ ծախսերը։ Այսինքն ինքը հասկանում է, որ ամենախնդրահարույցը եւ այն մարդիկ, ովքեր խնդիր ունեն Նիկոլի էս մշտական էս իրական Հայաստանի էս գաղափարների հետ, որտեղ գնալով քչանում է ու իրանք են դա տեսնում, որտեղ իրանք են սահմանին ու անդադ իրանք են այդ խաղաղությունը այսպես կոչված ամեն օր լսում, իրանք ինքը ուզում է առնի։ Այսինքն ասի, մարդկանց ամենամեծ ծախսերը հատկապես ձմեռ այդ կոմունալներն են, ասում է ձեր կոմունալները կտա, մենակ աղբերական ինձ դրեք, ուրիշները որ գան։ Բայց ձմեռներ թե սաղ տարիներ։ Չէ, ուզում եմ ասեմ սաղ տարին է տալու, բայց ձմեռը դա հատկապես իրանց տան բյուջեի վրա կարող է մարդկանց ընտանիքի բյուջեի 50%-ը եւ ավելին գնա կոմունալների վրա։ Եվ դրա ուզում եմ ասեմ դա շատ մեծ նշանակություն ունի ընտանեկան բյուջեի մեջ։ Ինչքան մարդ կա ապրում սահմանամերձ։ 80 քանի բնակավայր, չգիտեմ, այդտեղ կա 13 համայնքի 82 բնակավայրի բնակիչներ, դե 82 բնակավայր հաշվի։ 200,000 մարդ կլինի մեջից։ Չէ, այդքան չի լինի 200,000։ Չէ, բայց մեծ թիվ ամեն դեպքում, բայց 200,000 չի, դե լավ, արի հաշվենք մի 100,000 բնակավայր, չէ, չի լինի։ Պուճուր բնակավայրը, գյուղերը մի 50,000 կլինի։ Կարող է 50,000 լինի, ասենց ասեմ։ 50,000-ից ինչքան է կընտրի իրան, 50,000 բնակչից, դե ընտրելու 30,000-ն ընտրող իրավունք ունեն, հա։ Մի դրա ինչքան է, կեսից մի քիչ ավել կգնա, մի 20,000 ձեն կարող ապավել։ Բայց նա իհարկե այսպես բանով, հա, տենց։ Դե բա ախպեր 20,000 ստուծեսը նա ինչ են անելու, մարզպետարանները սկսելու են ակտիվ բաժանել սոց այդ օգնությունները, այսինքն հիմա ոնց է, մարդը գնում է մարզպետարան, բյուջե կա։ Ամիսը 2 միլիոն դրամ է, որը մարզպետը իր հայացողությամբ կարա բաշխի օգնությունների տեսքով, երբ որ մարզպետը ընդունելության օր ունի ու բյուջե ունի, որ այդ բյուջեն ինքը ասեմ եկե գալիս, ասում է մարզպետ ջան, չգիտեմ, երեխես հիվանդ է, ես իմ ինչի ծախսի բան կա, ինքը տենց բաշխում է այդ փողերը։ Ու հիմնականում նաև այլ միջոցներից, բիզնես այդ համայնքներից եւ այլներից ներգրավում են միջոցներ եւ ավելի, բայց հիմա արդեն ներգրավելու են պետական միջոցներ եւ նաեւ այն բիզնեսմենների, որոնք սրանց աջակցում են։ Այդ միջոցները ներգրավելու են, այս մարդիկ հիմա որ սկսելու են գալ, իրանց տալու են մեծ փողեր արդեն շատ լեգալ։ Էսի սպիտակ կոռուպցիա է, այսպես ասած, էլի բաժանելու են փողերը, այսինքն իրանք մեծ փող են դնելու այս ընտրությունների վրա, մեծ փող, որտեվ հասկանում են, որ եթե այս ընտրությունները հանգարց պրավալ տվեցին, քաքի ելնելու է, որովհետև իրանք այլևս լուրջ խնդիր են ունեն, գոյաբանական խնդիր են ունենալու այդ մարդիկ։ Ուստի ստեղ ակնհայտ է, որ իրանք շատ լուրջ տրամադրված են, մի կողմից ունեն բոլոր ուրեմն կանաչ քարտերը, որպիսի կանաչ լույսերը, որպիսի ռեպրեսիվ գործիքակազմ օգտագործեն ընդդիմախոսների հասցեին, մեծագույն բյուջե քարոզչական, եկքան մի հատ բյուջե նաև աստված գիտի ինչքան ՀԿ-ներին միլիոնավոր դոլարներ փող, որպիսի այդ ՀԿ-ները իրանց ֆունկցիան կատարեն, քարոզչական եւ ոչ միայն քարոզչականի դեպ, որտեղ նաեւ շատ ՀԿ-ներ կան, որտեղ գնում են գյուղեր, բացում են այնտեղ ինչ որ տնտեսություններ փոքր, ոնց որ դրա մասնագետ են Ստելանա, Աննա Ակոպյանի, օգնական, էդի տես մեծ մասնագետ է, դրան ասում են գիտես, չէ, մենակ կոնկրետ այդ Ստելան գյուղերում լուրջ վարկանիշ ունի, որովհետև ինքը օգնում է, ու արա գնում է տնտեսություն է հիմնում, ասենք 2 միլիոն դրամ, 3 միլիոն դրամ տալիս այդ գյուղացիներին եւ այլն, ու այդ փողերը դրսից գալիս են, չգիտեմ, կարող է այդ իրանց հիմնադրամից են գալի, որտեղից են գալի, այսինքն մեծ փող են ծախսում ախպեր, մեծ փող են ծախսում, քարոզչական ամեն ինչ անում են, հակաքարոզչական ամեն ինչ անում են, ընդդիմախոսներին լրացնում են, արքեպիսկոպոսներին դատում են, բարերարներին դատում են, մարդկանց սպանում են, ու մենք այսպես վիճակով ուզում ենք ընտրությունների գնանք։ Իդեպ մի բան ասեմ քեզ, այդ որ հիշում ես ասել էր, այս երկրում փողի խնդրեմ չկա, ով էր ասել, որ փողի Ավինյանն էր ասել, այդ պիտի օրենքով Ավինյանը պետք է ասած լինի։ Չէ։ Ավինյանը չի ասել, Ավինյանը տես մտածում է։ Ահա, այդ Ավինյանը տենց իր սեփական փողերի մասն է մտածում, կարծեմ անգամ նախարարի մակարդակով մեկն էր ասել, ով էր, ով։ Ֆիննախ, այնտեղ են, այնտեղ են, ֆիննախեն, որ մոռացել էր տունը այդ արևը, բարի տղեն են, որ սենց անում, երևի մոռացել է, հա դե ինքը
Իմ ջոգելով ինքը Ավինյանի հետ էր մի քանի րոպե առաջ խոսացի, Ավինյանն ասել էր փողի խնդրեմ չկա, ԱՊՀ-նա Պապան Սևանում տուն է սարքում, ես բիթքոյնի ֆերմա եմ դրել, իմ աշխատան կոմունալներն էս ամիս կրկնակի չի եկել։ Լավ, в общем, հիմա այդ տրամաբանությունն է, փողի խնդրեմ չունեն ապեր իրանք։ Չես ջոգե որ չունեն։ Միանշանակ չունեն։ Ռեալ չունեն, Ավիվարոն իրանց նվեր